Ուր է տանում մարդուն մանկության ճանապարհը, դեպի իր հուշերն ու երազանքները, դեպի բարին ու լուսավորը, դեպի հեքիաթի կախարդական աշխարհը, որը լի է զարմանալի հրաշքներով։ Ու երբ այդ ամենը միահյուսվում է արվեստագետի հոգում, այն դառնում է արդեն արվեստի ճանապարհ։ Ալեք Ալեքյան։ Գեղանկարչությունը առաջ երթին ինձ համար դա ապրելացել ինքնաարտահայտման միջոց, թե ասենք մասնագիտություն, ես ինչալից երկար եմ մտածել, թե նկարչությունը մասնագիտություն է արդյոք, թե ոչ, բայց եթե առանց գեղանկարչության դու չես կարող ապրել, դա քո ապրելացևն է, ամենօրյա քո աշխատանքն է եւ ինչու՞ չէ եւ ֆինանսական նույնիսկ եւ միջոցն է, որով ապրում ես, նորից ներգ ես գնում, ընտանիք ես պահում, իհարկե դա ամեն ինչը միասին, դա իմ կյանքն է, կարծես դա իմ կյանքն է։ Որտեղից է գալիս ձեզ համար նկարչությունը, գուցե մանկության հուշերից։ Առաջերտին մանկության հուշերից, գիտեք, տարօրինակ բան ասեմ, օրինակ յուղաներկի հոտը, թվում է թե կապ չունի, չէ ինչ-որ, բայց առաջին անգամ ես հիշում եմ, երբ այդ հոտը զգացի յուղաներկի, բոլոր իմ հասակակիցները, ես 5 տարեկան էի, 6, բոլոր իմ հասակակիցները նորից վազում խաղում էին Հայատում, բայց ես այդ հոտը զգացի, իմ մորաքույրը նկարիչ էր, եկել էր Գյումրի նկարելու եւ այդ պալիտրայի ներկապնակի վրա այդ ներկերի գույների, այդ գույների խաղ եւ յուղաներկի հոտը, հետո անդադ հիշում եմ, ինչից սկսվեց։ Ինձ թվում է հենց այդ ներկերի գույներից եւ յուղաներկի հոտից, որ առանց դրա ոնց որ ես ասենք օրինակ ուրիշ նյութերով որ նկարում եմ, ասենք գուաշ, տեմպերա, որոնք այդքան հոտ չունեն, ասենք շատ արագ կարոտում եմ յուղաներկի հոտը, որը երևի իմ համար շատ կարևոր է։ Հարազատ, իհարկե։ Մանկությունը անպայման, որովհետև առանց մանկության նկարիչ չի կարող լինել։ Հիմա ամեն մեկը մի ձև է երևի հիշում իր մանկությունը, իր անցածուղին, բայց Պիկասոն էլ էր ասում, եթե նկարիչը հասուն տարիքում կարողանում է մնալ մանուկ երեխա, ունենալով բարձր պրոֆեսիոնալիզմ, ուրեմն ինքը արդեն մեծության է հասել։ Այսինքն հոգով երեխա, մաքրության մասին է խոսքը, ձեռքով, մտքով պրոֆեսիոնալ։ Երևի ամբողջ արվեստի գաղտնիք։ Դուք ձգտում եք դրան։ Դա ձգտելով էլ չի, դա կեղծ ձևով չի ստացվում։ Կամ դա ունես քո մեջ, եթե ունես ու շատ լավ որակա ստացվում, կամ չունես։ Ձգտելով, իհարկե կան մանկության հուշեր, ասենք բնանկարներ, որոնք ես հիշում եմ գյուղում ապրած, ասենք տարիներ, մի տարի, 2 տարի, իմ հորս գյուղը, այդ մանկության հուշեր անպայման ինչ որտեղ են դաշտերն եմ հիշում, սարերը, ձորերը, այդ միջավայրը, ասենք հարթության վրա, կտավի վրա, ստեղծեմ ու այդ միջավայրի մեջ ես կուզենամ ապրեմ, ասենք, ու հիշելով այն մանկության անցած այդ օրերը, անպայման, այդ ձգտումը կա։ Հեքիաթը ինչ տեղ է գրավում ձեր կյանքում։ Անկեղծ ասեմ, իրականությունից փախչելու միջոց։ Ինչ որտեղ։ Որտեղ եթե վերցնենք, նկարիչը սիրում է բնությունը շատ։ Ասենք առանց բնության, առանց մարդկանց, որոնց սիրում ես, առանց շրջապատող աշխարհի, որին դու պետքա լավ վերաբերվես։ Այլ կերպ լավ գործ չես կարող ստեղծել։ Բայց մեկ-մեկ ուզում ես իսկապես իրականությունից փախչել, որովհետև կյանքը եւ ունի դրական եւ բացասական։ Հեքիաթը ինչ որտեղ երևի այն ցկտումն է, ինչ ուզում ես կյանքում տեսնել, բայց շատ հաճախ չես տեսնում։ Ստեղծել են իրականությունը, որի մեջ կուզենայի, որ մարդը ապրեր, ավելի շատ մարդկությունը ապրեր, բայց ցավոք սրտի դա այդպես չի։ Արվեստն էլ է ուրեմն հեքիաթի նման։
որտեղ ստեղծում ես մի աշխարհ, որը կուզենայիր, որ այդպեսին լինի։ Անպայման։ Առանց հեքիաթի, օրինակ եթե նույնիսկ կերպարվեստից մի քիչ հեռանանք, էլի արվեստի մասին խոսենք, կինո աշխարհում ստեղծած, ինչ է ստեղծած Փարաջանովի ամբողջ կինո աշխարհը, կինոգործերը, դրանք հեքիաթ են, ունենալով իրենց սիմվոլիզմը, ճիշտ է, իրենց պատմական, ասենք նռանկույնի մեջ կա Սուրամի ամրոցի եւ այլն, բայց դա հեքիաթ է, կադր, հեքիաթ կադր, հեքիաթ գեղանկարչություն, կինոյի մեջ գեղանկարչություն, կինոյի մեջ հեքիաթ։ Ես կինո աշխարհում շատ երևել չեմ էլ տեսել, նույնիսկ միգուցե Կուրոսավայի մոտ կար ճապոնացի երազներ ունի, ուզում եմ ասեմ ոչ միայն ընդհանրապես արվեստի մեջ, միգուցե դա շատ շատերի կողմից շատ կարողա չընդունվի, չընկալվի, որովհետև դրան պետքա պատրաստ լինել ընկալելու, բայց ամենայն դեպս հոգի եւ սիրտ ունեցող մարդիկ անպայման գոնե մի որոշ պահ, մի րոպե կամ վայրկյաններ, նույնիսկ դա քիչ չի, անպայման կընկալեն ինչ-որ բան, իրենց հոգուն հարազատ ինչ-որ մի։ Բարին հեքիաթում միշտ հաղթում է, իսկ կյանքում եթե բարին չհաղթեր կյանքում, մեկ երևի մենք սպասում ենք, որ հենց այդ պահին պետքա բարին հաղթի։ Հենց այդ պահին ենք ուզում, որ չարը իրական դեմքը պատրվի չարի, բայց երևի դրա համար էլ է ժամանակ պետք, որ բարին հաղթի։ Եվ բարին միշտ հաղթել է, եթե բարին չհաղթեր, երևի մենք այսօր այստեղ նստած չէինք լինի, երևի երկիր մոլորակն էլ չէր լինի։ Կյանքն ու արվեստը ձեզ համար տարբեր հասկացություններ են։ Ասեմ, օրինակ Շեքսպիր վերցնենք, չէ՞։ Ռոմեո եւ Ջուլիետ։ Հիանալի ստեղծագործություն։ Մարդիկ կարող են նայել, արդասվել, չէ՞, վերջաբանը հակառակ, ասենք, ընտանիքներ, երկու հոգի, որ սիրում են միմյանց, կարող են նայել ֆիլմը, շատ հիանալի արտասվել, կարող են նայել ներկայացում արտասվել, բայց կյանքում կարող է պատահի նույն բանը սեփական, ասենք, երեխաների հետ նույն ձևի դատապարտվի։ Դրա համար ես միշտ մտածել եմ, որ կա այդ մի քիչ սահման արվեստի եւ իրական կյանքի։ Այսինքն արվեստը մի քիչ ինչով է, հենց մարդիկ ցկտում են ինչ-որ լավ բան տեսնել, բարի բան, որովհետեւ միգուցե կյանքում այդքան շատ հաջողակի չի պատահում։ Դրա համար էլ երևի ինչ-որտեղ տարբերում է կյանքի եւ արվեստի։ Մի քիչ իլյուզիա կա արվեստի մեջ ավելի առանց ռոմանտիկայի, բանաստեղծականության, առանց հոգու արվեստ լինել չի կարող։ Կյանքը ուրիշ է։ Մեկ կյանքի իրականությունը մի քիչ ուրիշ։ Իսկ դուք կգերադասեիք ապրել իրական աշխարհում, թե արվեստի։ Դե պետքա, ասենք, անպայման վերադառնաս իրական կյանք, որովհետև նկարակալի առաջ, օրինակ, լրիվ ուրիշ մարդ է նկարիչ։ Այդ բային ոնց որ դու զգում ես քո առավելությունը թող չնչի մեծամիտ, բայց որ դու տարբերվում ես, դու ուրիշ մարդ ես։ Բայց հենց վերցինը դնում ես, պետք է դառնաս սովորական մարդ։ Բոլորի նման պարզ սովորական բարի մարդ, որովհետև եթե անդադ մնում ես այդ վիճակի մեջ, դա բնական վիճակ չի։ Միգուցե եւ բնական վիճակ չի, մի քիչ կարող է տանել դեպի, իսկ պետքա վերադառնաս սովորական կյանք, որ այդ կյանքից վերցնես, հասարակ մարդուց, բնությունից, հետո նորից վերադառնաս նկարի առաջ։ Որտեղը ավելի հեշտ, ավելի հաճելի ձեզ համար։ Գիտեք, նայած ոնց ասեմ, ոնց ես դու շրջապատում քո կյանք, ինչ մարդկանցով, ընտանիքում ոնց ես քեզ զգում, ինչ ընտանիքում ես, ասենք, եթե ամեն ինչ լավ է, այստեղ էլ է շատ լավ, եւ դու գիտես, ինչ որտեղ նույնիսկ հանուն ինչի, հա, արվեստ, բարձր, եւ ինչ կա, ստիմուլ կա կյանքում բացի դա, եւ հանուն ինչի, իսկ որտեղ է լավ, ես կասեի հավասարապես ես ինձ լավ եմ զգում եւ տան ընտանիքում եւ այն մարդկանց շրջապատում, որոնք շրջապատում են ինձ, ես
գնահատում եմ իրենց ինձ իհարկե միգուցե շատ չեն այդ մարդիկ, բայց այդպիսի մարդիկ շատ էլ չեն։ Գեղեցիկը, գեղեցկությունը ձեզ համար ինչպիսի կատեգորիա է, հիմնական, զգայական, կենսական։ Եթե խոսքը արտաքին գեղեցկության մասին է, դա ինչ խոսք չի կարող լինել առանց ներքին գեղեցկության, որովհետև ինչ է նշանակում գեղեցիկ, դա ներդաշնակությունն է մարդու հոգու, արտաքինի, ասենք ես շատ մարդիկ եմ հանդիպել, որոնք արտաքինով միգուցե ակադեմիական, ասենք արտաքինով ոչինչով աչքի չեն ընկնում, հակառակ դիմագծերը մի քիչ արդեն պրոպորցիայից դուրս, բայց հիանալի գեղեցկության տեր մարդիկ, որ չես փոխարինի, ասենք, այն փայլուն ժուրնալների, որովհետև ամեն շատ ներդաշնակ տաղանդը, հոգու գեղեցկությունը, չհեռանանք մեր մեծ դերասան, մեր Մկրտչյան։ Մերից գեղեցիկ մարդ ես չեմ էլ պատկերացնում։ Գեղեցկություն առանց ներդաշնակ, նույնը եւ գեղանկարչության մեջ, առանց ներդաշնակության, առանց իրար սիրող գույների հարաբերության, առանց ներդաշնակ գույների հարաբերության գեղեցիկ նկար ստեղծել հնարավոր չի, առանց լավ գծի կուլտուրայի, գույնային հարաբերությունների, թեկուզ եւ լինի գրաֆիկական աշխատանք, առանց ներդաշնակության գեղեցիկ աշխատանք հնարավոր չի։ Գույնը ինչ տեղ ունի ձեր արվեստում, որտեղից է այն գալիս եւ ինչպես։ Իմ համար գույնը դա ամենամեծ գեղանկարչության մեջ առանց գույնի ուղղակի հնարավոր չի։ Նախ լավ գունազգացողություն միգուցե պետք է ունենալ բնությունից, բայց միայն դա քիչ է իմ կարծիքով։ Շատ բաների նկարիչը վարպետության, գույնային պնդության հասնում է աշխատանքի շնորհիվ, ինչքան էլ որ բնատուր ունենա գունազգացողություն։ Ես հասարակ բան միշտ ունակ քայլել եմ փողոցով եւ նույնիսկ անձրևոտ, անտրամադիր եղանակին հանկարծ նայում ես ծաղկավաճառի ծաղիկներ, հա, որ այդ մեկ էլ այդ սերիության, այդ մոխրագույն այդ օրվա մեջ, մեկ էլ հակոշության մեջ, մեկ էլ մի հատ պայծառ, մի հատ պայթուն գույների, ծաղիկների, տարբեր երանգների։ Եվ ես չեմ պատկերացնում ոչ թե միայն նկարիչ, այլ մարդ, որին դուր չկա ծաղիկների այդ պայծառությունը։ Եվ եթե նկարիչ իրեն զրկի պայծառ գույների, հա, նկարիչներ կան, որ սիրում են հանգիստ գույներ, ասենք ավելի մեղմ գույներով աշխատել։ Նկարիչներ կան, որ նախընտրում են վառ գույները, բայց հանգիստ գույն դա չի նշանակում մեռած գույներ։ Դրանք տարբեր հասկացություններ են։ Հանգիստ գույնը էլի գույն է։ Եվ իրեն նկարիչը, որ զրկում է գույների, իսկական գույների հարաբերությունից, շատ բանով ինքն իրեն ոնց որ ավելի աղքատացնի, նկարիչը աղքատացնում է իր գունապնակը։ Կարելի ասել, որ գույնը նկարչի լեզուն է, նա այդպես է խոսում կտավի վրա։ Անպայման։ Գույնից բացի, ասենք, շատ կարևոր է գույնով ինչ է ստանում դու։ Օրինակ ես սիրում եմ գույնով լույս ստանալ, որովհետև եթե վերցնենք Աստվածաշնչով, չէ, սկզբում խավարն էր, հավիտենական խավար, ամեն ինչ ծնվեց լույսից։ Ուրեմն առանց լույսի կյանք էլ չկա, չէ։ Ուրեմն ես սիրում եմ արև նկարել, որ առանց որի կյանք չկա ընդհանրապես, երկիր մոլորակ չկա, տիեզերք չկա։ Իսկ ինչի այդ լույսը չնկարել։ Դա ամենակարևորը։ Իսկ դրան հասնելու համար դա բավականին երկար եւ տանջալից process է, որովհետեւ հեշտ չի միանգամից հասնել կտավի վրա այդ միանգամից այդ լույսի այդ ներդաշնակության։ Բնությունը եւս կենսական նշանակություն ունի ձեզ համար, թե ստեղծագործական եւ թե այլ առումներով։
առաջի հերթին բնություն, որովհետև նկարիչ, ցանկացած նկարիչ իմ կարծիքով, վերցնենք եթե ամբողջ արվեստի պատմությունը, լավագույն գլուխգործոցները, որոնցով մենք հիմա հիանում ենք ու դեռ կհիանանք, վերցրած է բնությունից։ Ամեն նկարիչ յուրով է, պարզ է, ասենք, նույնիսկ վերացական նկարչություն կարող է լինի абստրակտ, հա, բայց բնությունից վերցրած։ Օրինակ Արշիլ Կորկին մի հետաքրքիր խոսք ունի, ասում է, ես բնությանը չեմ նայում դիմացից, ես նայում եմ ներսից, միջից։ Դա արդեն ուրիշ զգացողություն է։ Ամեն նկարիչ ունի իր զգայական, ասենք իմ համար էլի շատ մեծ նկարիչ վարպետը Մարտիրոս Սարյանը, ես ցանկացած տեղ բարձրանամ Հայաստանում նայեմ դաշտերին, ցանկացած տեղից դաշտերին, ծորերին, մեր ասում եմ Սարյան, որովհետև նա էլ այդ ձևով վերցրել, այսինքն նկարել է Հայաստանը, ես կասեի այնքան նման իր նկարներում։ Դա էլ իր է, այսինքն բնությունը առանց բնության մարդն ինքը բնություն է, մարդը ինչ է, ինքը միկրոկոսմոս է, ինքը բնություն է։ Առանց այդ բնությունը սիրելու, բնությունից սովորելու ամենակարևորը, ամենամեծ ուսուցիչից հնարավոր չի լավ բան ստեղծել։ Իսկ ծննդավայրը, օրինակ ձեզ համար ինչ է ծննդավայրը։ Ծննդավայրը հենց մանկությունն է։ Այդ մանկությունը, որ երևի որի շնորհիվ ինչ որտեղ երևի միայն նկարչություն չէ։ Մանկությունից գալիս են բոլոր երևի մասնագիտությունները։ Գիտնական, նկարիչ, ասենք արտիստ, սպորտսմեն, հա, ամեն ինչ տալիս են մանկություն։ Կան մարդիկ, որոնք երևի չափից ավելի ուշտված մարդիկ, որոնք կապ չունի, նույնիսկ կարող է մանկություններ նորմալ չունենան մեր հասկացած, բայց իրանք պետքա լինեն, այն ինչ որ պետքա լինեն, որովհետև չափից ավելաուշ տված այդ մարդը, բնությունից տված, Աստծո կողմից ու ինքը պետքա արտահայտվի ցանկացած պարագայում, բայց շնորհալի մարդուն անպայման պետքա որոշակի միջավայր, մի քիչ շնորհքը ուշադիր լինեն ու փայփայեն, որ հետո շատ լավ բան ստացվի։ Ազգային ինչքանով է ամուր նստած ձեր հոգում, ձեր արվեստում, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, միշտ ասել եմ ու երևի հիմա էլ այդ կարծիքին եմ, ոչ թե երևի այլ հաստատ, նույնիսկ շատ որ ընկերների հետ, գոլեգաների հետ այդ մասին խոսում ենք, վիճաբանում ենք։ Ես միշտ ասում եմ, որ իմ համար չկա կոսմոպոլիտ արվեստ։ Մարդը կարող է լինել կոսմոպոլիտ ու պետք է լինի։ Պետք է սիրել բոլոր ազգություններին, բայց կա ազգային արվեստ, որը եւ դառնում է համամարտկային։ Եթե նա ազգային է, իր մեջ որակ է կրում, ուրեմն դառնում է բոլորին։ Օրինակ ճապոնական նկարչությունը, արվեստը շփոթել այլ ազգի նկարչության ու արվեստի հետ, ասես կինոից, թատրոնից երաժշտությունը բարել հնարավոր չի, բայց նա բոլորինն է, որտեղ նա համամարտկային, նա մեծ արժեք ունի իր մեջ։ Իմպրեսիոնիզմը ֆրանսիական է, վերածնունդը իտալական է։ Ինչ է նշանակում ազգություն չկա, ուրեմն կա ազգություն արվեստի մեջ։ Իսկ եթե դա արված է մեծ արժեքով, ուրեմն դառնում է բոլորի, նույնը մեր մանրանկարչությունը ոնց կարելի է շփոթել, արսկականի հետ չես շփոթի, արաբականի հետ չես շփոթի, նա մերն է, մեր նկարչությունը մերն է։ Ռուս նկարիչներին ռուս արվեստի չես շփոթի, մեծ արվեստ, փառահեղ չես շփոթի, այլ ուրեմն արվեստի մեջ էլ կա ազգություն։ Ասենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Ես չգիտեմ, ցանկացած հայ եթե լսի, անպայման սիրտը կսկսի արագ բաբախել, որովհետև իրան, իր երաժշտությունն է։ Բայց ամբողջ աշխարհին, որովհետև մեծ արվեստ է ստեղծել։ Ուրեմն անպայման կա ազգային, անպայման կա ազգային։ Ոչ թե ազգագրական, մեկ մի քիչ մարդիկ շփոթում են, գիտեք, էթնոգրաֆիկ պահը չի, երբ որ շեշտվում է օրնամենտ, չգիտեմ, դեռ ավելի բան, դա էթնոգրաֆիկ շեշտում է, ընդամենը ազգային պատկանելություն, բայց ոչ ազգային։ Ազգայինը դա ներսից է մարդու գալիս։ Ձեր արևը, թռչունը, ծառը, այդ գույնը հայկական է։ Այո, որովհետև ես հայ եմ։
Դուք ստեղծել ու ստեղծում եք ձեր աշխարհը։ Գուներ, գեղեցիկ ու գողտրիկ մի անկյուն։ Ինչպես եք թողնում այն ու վերադառնում իրականություն, դժվար չի ամեն անգամ։ Օրինակ համեմատեմ մի բան, ինչ ալիս վերջերս նորից կարդացի։ Արվեստի շատ ջուրեր նման են միանց, իհարկե տարբերվել է, օրինակ Հոֆմանը եւ Օլիվիեն պետք է նկարանվեն միասին եւ այդ ամբողջ գիշեր Հոֆմանը չի քնում, որ ինքը տանջված առավոտյաների վրա այդ դերի համար ինքը տարապած, ասում է Օլիվիեին, գիտեք, ես ամբողջ գիշեր չեմ քնել, որ ես կադրում sense լավ նկարանվեմ, sense ասում է, բայց կարելի է խաղալ նույնը, ասենք, ինչի այդքան տանջել։ Հիմա ասում եմ, ոչ թե դա հեշտ է ամեն ինչ ստացվում, այլ անպայման պետք է Ես ասում եմ, վերցինը տնելուց հետո պետք է մեկ ասենք երկինք թրջելուց հետո պետք է անպայման ներքև իջնես, որ նորից էներգիա ստանաս, որովհետև մենք բոլորս ապրում ենք երկրում, երկիր մոլորակի վրա եւ ինչքան էլ տիեզերական զգացողությունը ուզենաս սավառնել երկնքում, անպայման պետք է նորից իջնես երկիր, որ նորից էներգիա վերցնես, որովհետև էներգիայի աղբյուրը երկիրն է։ Առաջ հերթին մենք բոլորս մարդ ենք, մեր բոլոր թերություններով, մինուսներով, պլյուսներով եւ երևի հենց դրանով էլ հետաքրքիր ենք։ Մենք ոչ մեկս նման չենք մյուսին։ Եվ ինչքան տարբեր են նկարիչները, մարդիկ էլ են շատ տարբեր, չէ՞։ Տարբեր հագնվում են, տարբեր քայլում, արտաքինով ուրիշ, խոսելով, ձայնով եւ ամբողջ հմայքը մարդկության եւ երկիր մոլորակի ինձ դա է, որ մենք բոլորս տարբեր ենք։ Նկարակալի առաջ նորից ասում եմ, իմ կարծիքով նկարիչը տարբերում է, նա ուրիշ մարդ է։ Կարող է սավառնել տիեզերական այդ զգացողության մեջներ, բայց վերցինը տնելուց հետո նորից դառնում է սովորական մարդ։ Ու առանց վերադառնալու երկիր, առանց ամուր կանգնելու երկրի վրա չես կարող արարել, որովհետև սնունդը հենց ստանում ես քո հողից, քո չերից եւ այդ սնունդը ստանալուց հետո նոր կարող ես նորից վերադառնալ կտավի առաջ ու նորից արարել։ Եթե չզգաս տարվա եղանակների փոփոխությունը, որը կատարվում է երկիր մոլորակի վրա, 4 եղանակի, չսիրես այդ եղանակները, այլ ոչ թե թվան դրանք մի օրինակ, այլ իրականում հենց կյանքի մեծ պարգև տրամադրություն կտավի վրա, արարել կտավի վրա, հնարավոր